ազդեցություն ունենան ընտրողի քաղաքական կարգի ձևավորման վրա այն աստիճան, որ անխորոշային կամ էական ունենազդրի նրա թույլտվության կամ քննարկության չմասնակցելու որոշումները։ Այս իրավական դիրքորոշումը մեր գնահատման ամբողջությամբ իրականացի է սովորություն։ Դիմողները պարտավոր են ապացուցել ոչ միայն այն քաղաքական խոսքի եղել ոչ համակարգերի, այլև որ այն իրավական ազդեցություն ունեցել ընտրողների քաղաքական կարգի ձևավորման վրա և իր ցանկալով կարողացնել ընտրությունների վերջնական արդյունքի նմանապատվել, սակայն դատարանի չի ընթացել։ Ուստի միայն քաղաքական խոսքի երբեմն օժ լինելը, որը իրականում եղել սահմանքի հանձնական, չի կարող գնահատվել որպես ատելության խոսք և հանդիսացել ընտրությունների արդյունքներն անհրաժեշտ ճանաչելու։ Հաջորդ դիտարկումը յուրմատուների կողմից ներկայացված վերաբերում է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական հասարակների չարաշահման տարբեր դրսևորումների ենթադրյալ դիմումատուն, օրինակ պնդում է, որ պետության չեզոքության սկզբունքի խախտման և այսպես կոչված սոցիալական արժանապատվի առկայություն է եղել, հղում կատարելով առողջապահության համընդհանրական ապահովության վերցերմանը, կենսաթոշակների իմաստների բարձրացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական բարդերի ուսումնասիրությունների սուբսիդիարման վերաբերյալ կառավարության որոշումների։ Սահմանադրության 146 երկրորդ մասի համաձայն կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին քաղաքականությունը, այդ թվում սոցիալական քաղաքականություն։ Ավելին սահմանադրության 86-րդ հոդվածով սոցիալական պաշտպանությունը սահմանված է որպես պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը։ Ընտրությունների անցկացումը չի կարող հիմք հանդիսանալ պետության սահմանադրական պարտականությունների կատարումը դադարեցնելու կամ հետաձգելու համար։ Կառավարության ծրագրով նախատեսված է թոշակների պարբերական բարձրացում, շեշտում պարբերական բարձրացում մինչև 2025 թվականը և փաստացի այդ քաղաքականությունը հետևողականորեն իրականացվել է 2015 թվականից բարձրացնել 2015 թվականից ի վեր թոշակները բարձրացվել են 6 անգամ, չհաշված հետվճարի վերաբերյալ իրավական կարգավորումների նախատեսումը, որի արդյունքում մենք ռեալ ունեցել ենք կենսաթոշակի բարձրացում։ Ես արդեն ժամանակը թույլ չի տա, որ խոսեմ առողջապահության ապահովման մասին, ևս կառավարության ծրագրի մասին։ Գյուղատնտեսական գործունեության սուբսիդիարությունը ևս։ Եվ եթե այս ամենը համարենք որպես սոցիալական կաշառք, կարող ենք ասել, որ կառավարությունը ընդհանրապես գործ չպետք է աներ և որ պետք է գնալ կամ մնալով կառավարություն և գործ չաներ, ինչպես երևույթին ցավոքսատի մենք նախկինում ականատես եղել։ Այս փաստերը կողմից ներկայացված նկատում են, որ խոսքը ոչ թե ընտրությունների նախաշեմի ընդունված մեկանգամյա որոշման մասին է, այլ տարիներ շարունակ իրականացվող պետական սոցիալական քաղաքականության մասին, որովհետև ես տերում եմ, որ այս գործողությունները, որ կատարվել են կառավարության կողմից և կրել են սոցիալական երաշխիքների ամրապնդումներով եղել են պարբերական և դա հաստատվեց։ Հետևաբար միայն այն հանգամանքը, որ այդ քաղաքականության հերթական փուլը համընկել է ընտրությունների ժամանակահատվածի հետ, ինքնին չի կարող վկայել պետության չեզոքության սկզբունքի խախտման կամ առավել ևս սոցիալական կաշառքի մասին։ Այնպիսի քաղաքականության իրականացումը չի կարող համարվել վարչական ռեսուրսի չարաշահումի միայն այն պատճառով, որ ժամանակահատվածը համընկել է սահմանադրության կամ օրենքի նպատակով որևէ արգել այս անունով իշխան։ Սա ներգրավում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ Ժնիվի 2016 թվականի ընդունված ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելում և արձագանքում համատեղ ուղեցույցից, որտեղ նշվում է, որ ընտրությունների ժամանակահատվածում պետք է շարունակվի կառավարության հիմնական աշխատանքը։ Բացի դատարան, ուզում եմ անդրադառնալ Հարգարժ Հայաստան Հանրապետության կողմից ընտրական շերտ հաղթահարելու հետ կապված հարցին և ձեր բոլորի ուշադրություն հրավիրել այդ հանգամանքի, որ հիմա քննարկվում է Հարգարժ Հայաստան Հանրապետության շեմը հաղթահարելու հարցը 4% շեմի համատեքստում
բայց որևէ մեկը դիմացիներից չի բարձրացնել այն հարցը, թե ինչպես ստացվեց, որ Բարգավաճ Հայաստանը ուսումնի մասնակցել ոչ թե դաշինքով, այլ կուսակցականությամբ։ Ընտրական օրենսգրքի այն կարգավորումը, որը հնարավորություն է տալիս կուսակցական ցուցակում ներառել ոչ կուսակցական անձանց, կուսակցության անդամ չհանդիսացող անձանց, բովանդակային իմաստով վերաբերում է անկուսակցականներին և ոչ թե այլ կուսակցության հանդիսացող անձանց։ Պատահական չէ, որ Վենետիկի հանձնաժողովը նշված կարգավորումը դիմարկել է որպես անկախ անձանց քաղաքական մասնակցության հնարավորության ապահովման ուղղված տեխնոլոգիա։ Բարգավաճ Հայաստանի կուսակցական ցուցակում 11 հոգի եղել է այլ կուսակցության ներկայացուցիչներ։ Փաստացի մենք ականատես ենք թողարկված դաշինքի գորության, որը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել ինչպես դիմորդների, դաշինքների, այդպես էլ այլ բոլոր կուսակցությունների համար։ Որովհետև դաշինքները պետք է պայքարի ոչ թե 4% հաղթահարելու համար, այլ 8% հաղթահարելու համար։ Եվ եթե չշրջանցվեին իրավական կարգավորումները, մենք հաստատապես կարող ենք խոսել Բարգավաճ Հայաստանի կուսակցության կողմից, որ այս դեպքում ոչ թե կուսակցության, այլ թողարկված դաշինքի կողմից 8% հաղթահարելու անհրաժեշտության մասին։ Մեծ է ցանկություն անդրադառնալ բոլոր այն դիտարկումներին, որոնք ներկայացված էին դիմումներում, մենք իհարկե իրավունքի որոշում ներկայացնենք, բայց մեկի մասին ուղղակի չեմ կարող չխոսել։ Դիմումներից մեկում ասվում է, որ օրինակ Սամվել Կարպետյանի իրավունքները սահմանափակված են եղել և նա չի կարողացել քարոզարշավին մասնակցել այն դեպքում, երբ Սամվել Կարպետյանի պաշտպանները օրեր շարունակ պայքարում էին դրա համար, որ իրավապահ մարմիններն իրենց ասեին, որ Սամվել Կարպետյանի նկատմամբ կա սահմանված հաղորդակցության արգելք, անգամ այն բանից հետո, և իրավասու պետական մարմինը պաշտոնապես բազաբանել են, որ նման արգելք չկա։ Այսինքն իրավասու մարմիններն ասում են, որ Կարպետյանը կարող է հաղորդակցվել, բայց փաստաբանները ասում են, որ ոչ։ Ինչևից է, ամփոփելով խոսքս, դիմումներում ներկայացված դատողությունները, որոշ դեպքերում միայն փաստարկները, չեն հաղթահարում այն բարձր իրավական շեմը, որը թե Վենետիկի հանձնաժողովը, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը սահմանել են ընտրությունների արդյունքները անվեր ճանաչելու համար։ Ժողովրդավարական պետությունում ընտրությունների արդյունքների անվեր ճանաչումը չի կարող դառնալ արձանագրված յուրաքանչյուր հաղթման ինքնընդհանուր հետևանք։ Այն կարող է միայն բացառիկ միջոց, այն դեպքերում երբ դատարանը համոզված է, որ հաշվել է ոչ թե իրական գործընթացի առանցին դեպք, այլ հենց ժողովրդի ազատ կամքը։ Զույգով նման եզրակացության համար բավարար ապացույցներ տրամադրել չեն ներկայացնել։ Մենք գործերներ շատ։